Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Մարի Քուրթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաեւ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում եւ Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույը։ Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով ԱՄՆ գործընկերների շարունակական աջակցությունը, ընդգծել է, որ համատեղ ծրագրերը առանցքային նշանակություն ունեն ոլորտային բարեփոխումների գործընթացում։ Կողմերն անդրադարձել են կիբերլաբորատորիայի ստեղծման փուլային գործընթացին, տեխնիկական եւ ենթակառուցվածքային պահանջներին։ Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել անցկացնել մասնագիտական վերապատրաստումներ, նպաստելու կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել կիբերմարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաեւ անօրինական միգրացիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի եւ անդրազգային հանցավորության դեմ պայքարի հարցերին։ Քննարկվել են նաեւ անդրազգային հանցավորության միտումները եւ դրանց դեմ պայքարի համատեղ գործիքակազմի զարգացումը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը, կարևորելով ժամանակակից անվտանգային մարտահրավերներին դիմակայելու եւ կարողությունները շարունակապար զարգացնելու ուղղությամբ համատեղ ջանքերը։ Փրկարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 20-ին այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն, ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի պատրաստվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին։ Փրկարծառայության տնօրենը տնօրենի տեղակալների ուղեկցությամբ շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, նաև այցելել է թիվ 3 Հրշեջ փրկարարական ջոկատ։ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը ծառայության տնօրենին է ներկայացրել ստորաբաժանման տեխնիկական միջոցները, ինչպես նաև ծառայության ընթացքում հանդիպող խնդիրները։ Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական 4 ջոկատ վերազինվել է մեքենաներով։ Արամ Ղազարյանը ծանոթացել է մեքենաների տեխնիկական բնութագրերին եւ հնարավորություններին, ընդգծելով, որ ժամանակակից ավտոմեքենաների շահագործումը կնպաստի ծառայության օպերատիվ կարողությունների ու արձագանքման արդյունավետության բարձրացմանը։ Արամ Ղազարյանը դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները անդրադարձել է նաև փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին, կարևորել անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն ու վերապատրաստման գործընթացները։ Հիշեցնենք, որ ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք են բերվել Հրշեջ փրկարարական եւ արագ արձագանքման մեքենաներ, ինչի նպատակով պետական բյուջեից շուրջ 640 միլիոն դրամ է ծախսվել։ Անվտանգ պետություն կերտելու ճանապարհին ամենաարժեքավոր ու երկարաժամկետ ներդրումը սերունդների կրթության ապահովումն է։ Իրավագիտակից սերունդ իրազեկ քաղաքացի կայացած պետություն։ Սա այն առանցքային բանաձևն է, որով առաջնորդվում է ներքին գործերի նախարարությունը հանրային անվտանգության ապահովման, օրինահարկ վարքագծի արմատավորման եւ իրավական պաշտպանվածության որակապես նոր մակարդակ ձևավորելու գործում։ Այս տեսլականի իրագործման նպատակով նախարարությունը պարբերաբար իրականացնում է իրազեկման արշավներ, միտված հասարակության տարբեր շերտերի հետ կառուցողական երկխոսության ապահովմանն ու քաղաքացի իրավապահ կառույց փոխվստահության ամրապնդմանը։ Արարատի մարզի ավագ դպրոցների աշակերտներին եւ քոլեջների ուսանողներին փետրվարի 11-ին մեկտեղել էր անվտանգային մշակույթի ձևավորման գաղափարը։ Բարեկային ծառայության եւ համայնքային ու քրեական ոստիկանությունների ծառայողները Արտաշատ քաղաքի մշակույթի տանը մարզի երիտասարդների հետ քննարկել են արդի անվտանգային մարտահրավերներն ու դրանց դիմակայելու մեխանիզմները։ Նման հանդիպումները շատ կարևոր են, հատկապես անչափահասների հանցավորության կանխարգելման, ինչպես նաև վնասակար երևույթներից վերջիններիս հետ պահելու գործընթացում եւ մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը պարբերաբար այսպես տարբեր ծառայությունների ներկայացվածությամբ անչափահասների հետ իրականացնելու զրույցներ, քննարկումներ, հատկապես արդի թեմաների շուրջ։ Հանդիպման առանցքում կրթական միջավայրում հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների, բուլինգի դրսևորման բացառումն ու հասակակիցների միջև առողջ փոխհարաբերությունների հաստատումներ։ Քննարկվել են նաև թվային տիրույթում հնարավոր հանցագործություններից խուսափելու, անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմների ու ճանապարհային երթևեկության իրավական կարգավորումների վերաբերյալ հարցեր։ Ծավալվել է ակտիվ երկխոսություն։ Երիտասարդներն ու իրավապահները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդրահարույց իրավիճակների լուծման տարբերակները, փաստելով, որ անվտանգ միջավայրի ձևավորումը սկսվում է փոխադարձ վստահությունից։ Դպրոցը այսօր ձեռք է բերել շատ մեծ աջակից, որը ներքին գործերի նախարարությունը, իդեմս ոստիկանության եւ մեր ամենօրյա աշխատանքում մենք զգում ենք այդ օժանդակությունը եւ աջակցությունը։ Մասնակիցները վստահեցնում են, որ հանդիպումը նպաստել է իրավական գիտելիքների զարգացմանը, հստակեցնելով այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է հնարավոր ռիսկերը ճանաչելու եւ դրանց դիմակայելու համար։ Բավականին ինֆորմատիվ էր այսօրվա մեր հանդիպումը, քանի որ
իմացա ավելի խորացված նոր ինֆորմացիա բուլինգի մասին, նրա դրսևորումների եւ կանխման մասին։ Մենք այս հանդիպման ընթացքում նաև ունեցանք շատ հաճելի հարց եւ պատասխան, ինչպես նաև շատ երեխաներ կարողացան հասկանալ իրենց սեփական իրավունքները։ Ինձ առավել տպավորեց ճանապարհային երթևեկության կանոնների մասին ինֆորմացիան, որում նշվում էր, որ անչափահասները չպետք է վարել մեքենա, եթե չունեն վարորդական իրավունք։ Բարձրացրեց այնպիսի թեմաներ, որ 21-րդ դարում հիմա դեռահասները շատ են այդ խնդիրներին բախվում։ Ինքեր հանցագործություններից պաշտպանվել սովորեցի, որ պետք չէ ամեն հեռախոսազանգի պատասխանել, պետք չէ անհայտ լինկեր բացել։ Իրավագիտակից ու մեդիագրագետ սերունդ ձևավորելուն միտված ներքին գործերի նախարարության նախաձեռնությունները շարունակական են։ Համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողները բացահայտել են տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման 2 դեպք, ընդ որում 2 դեպքով էլ ըստ կասկածյալների թմրանյութը ձեռք են բերել նույն կայքեջից։ Առաջինը փետրվարի 11-ին էր։ Այդ օրն անցկացված ուժեղացված ծառայության ընթացքում նոր-նորքի համայնքային ոստիկանները Բագրևանդի փողոցում կանգնեցրել են BMW մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում ոստիկանները մեքենայի սրահում նկատել են էլեկտրական կշեռ եւ պոլիէթիլենային տոպրակով կասկածելի զանգված։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների եւ պարեկների հետ համայնքային ոստիկանները վարորդին, 2 ուղևորին ու մեքենան տեղափոխել են նոր-նորքի բաժին։ Պարզվել է, որ 3-ն էլ Աբովյան քաղաքի բնակիչ են։ Նրանց խոզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, մեկի մոտ նաև ծալովի դանակ։ 33-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա, որը ձեռք են բերել տելեգրամյան ալիքի միջոցով անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաջորդ բացահայտումը փետրվարի 12-ին էր։ Նոր-նորքի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի մի երիտասարդ ապօրինի ձեռքբերում եւ իրացնում է մարիխուանա։ Փետրվարի 12-ին ժամը 11:25-ին Մայրաքաղաքի Լվովյան փողոցին կից ձորակում 23-ամյա գյումրեցին ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նրա խոզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 7 փաթեթ։ Երիտասարդը խոստովանեց, որ արդեն մոտ 1 ամիս տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութով փաթեթներ։ Այդ օրն էլ տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել մարիխուանայի 21 փաթեթ, որոնցից 14-ը մինչև ձերբակալվելը հասցրել է տեղադրել նոր-նոր վարչական շրջանի տարածքում։ Նա հայտնեց, որ տեղադրման լուսանկարներն առկա են իր բջջային հեռախոսում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված 14 փաթեթից 7-ը հայտնաբերվեց։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, 2 դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Հետիոտնի անվտանգության ապահովումը յուրաքանչյուրի պարտականությունն է, արգելակիր։ Հետիոտնային անցումները մեր անվտանգության գոտիներն են։ Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։
Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։